Մեր հայ դեմոկրատները, հատկապես գրանտակիրները, Ստալինին հետ չեն սիրում, որովհետև Ստալինը կանխեց արևմուտքի բոլոր պլանները, սովետական տարածքի վերաբերյալ, սովետական ժողովուրդների վերաբերյալ, հակադրվեց արևմուտքին, ինչևէ Հազարամյա Մուրազը արևմուտքի փորը թողեց, և Ստալինին ինչ ասեց, մեղսագրում են, էլ մարդակերություն, էլ մարդու իրավունքների խախտել և այլն և այլն։ Այդ ամեն ինչը իհարկե անլուրջ է, իսկ լուրջը այն է, որ Ստալինը հանճար էր և մոտ 100 տարի առաջ, 20-ական 30-ականներին, ինքը մի հանճարեղ բան ա գրել, նա ասում է, որ սոցիալ-դեմոկրատիան դա թաքնված ֆաշիզմ է։ Սոցիալ-դեմոկրատիան այսօրվա լիբերալներն են։ Այն ժամանակ քաղաքականության մեջ չկային լիբերալ կուսակցություններ, թեպետ լիբերալիզմ հասկացությունը վաղուց կար, առաջինը կանքներ ձևակերպել։ Բայց այսօրվա լիբերալ գաղափարախոսությունների կրողները այն ժամանակ սոցիալ-դեմոկրատ էին անվանվում և Ստալինը ասում էր, որ սոցիալ-դեմոկրատիան դա թաքնված ֆաշիզմ է։ Եվ ես հիմա մի բան կընթերցեմ, միտքս լավ, այսինքն այսօրվա Հովհաննիսյան Դանիելը Ստալինի ժամանակվա լիբերալն է, սոցիալ-դեմոկրատն էր։ Եվ բոլոր լիբերալները։ Ուրեմն ինչ է գրում Հովհաննիսյան Դանիելը, որը երկրի առանցքային գրանտակիրներից է, որը իր քաղաքական քաշով նախարարից բարձր է, ասենք այդ սրբուի նախարար կա ինչ-որ արդարադատության, այդ սրբուին իրան է զեկույցներ գրում, սահմանադրական տեքստը, բանը նայել զեկուցում է վերև, Եվրոպա ու Ամերիկա։ Ուրեմն ինչ է գրում սույն մայրապիղծը։ Հետո սրա մայրապղծությունից եք խոսենք։ Իշխանությունների ուղերձը հստակ է, ով իր կամքով ու գիտակցված կերպով Հայաստանի դեմ ռուսաստանյան գործիք դարձավ, լուրջ պրոբլեմներ է ունենալու։ Ռուսաստանյան է ասում, չի ասում Արտասահմանյան։ Այդ ուղերձը հղում են Ծառուկյանի գործով, այդ ուղերձը հղում են քվեարկենք ու վաղը 7-ին հետ ենք թռնում, կարող է ստեղ խառը լինի ասողի գործով, այդ ուղերձը հղում են օդակայաններում ռազմական ոստիկանությամբ, այդ ուղերձը հղում են մի շարք ուրիշ ձևերով։ Այդ գործերի մեծ մասի օրինականությունը, ասած, վիճելի է։ Այդ բոլոր գործերով պրոցեսները բնականաբար զուտ քրեադատավարական չեն, բայց ուղերձը հստակ է։ Արդյոք սա իրավական պետության սղաճ կամ նահանջ չի։ Իհարկե սղաճ ու նահանջ է։ Արդյոք ռուսաստանյան այս գործողությունների ֆոնին կամ լավ սցենարներ, չէ, չկան, կամ վատ սցենարներ ու շատ վատ սցենարներ, առայժմ վատ սցենարն է։ Որևէ մեկը կարծում էր, որ Ռուսաստանը կարող է որոշի մեր ժողովրդավարությունը վարի տալ, իսկ մենք այդ ֆոնին կարողանանք շոյդա դառնալ։ Սրա ասածը զուտ ֆաշիզմ է։ Սրանք որոշել են, որ Ռուսաստանը վատ բան է, ռուսաստանյան գործիքը վատ բան է, ամերիկյան գործիք լինելուն իրանք դեմ չեն, որտեղ իրանք են ամերիկյան գործիք։ Հետևաբար ինչ ուզենք կանենք։ Ինչ ուզենք կանենք, որովհետև մեզ ասել են արևմուտքից, որ ռուսաստանյան գործիքը հեչ լավ բան չէ։ Ռուսաստանյան գազը լավ բան է, ռուսաստանյան փողը, որ հայ ժողովուրդը տարեկան 2 միլիարդ առնվազն լափում է Ռուսաստանից որպես նվեր։ Գազի, ցորենի, նավթի գների հաշվին, դա դեմ չեմ։ Բայց ահա սրանց աչքի ռուսաստանյան գործիքներ են երևում և նրանց հետ կարելի է վարվել ամեն կերպ, ոնց ուզես։ Հիմա ես սրբապիղծ լակոտի մասին ես 2 բառ ասեմ, ուրեմն ժամանակին սա մեր ու տղա, իր ամերն ու ինքը մեկը մյուսի վրա բողոք էին գրել, ուրեմն ես ուռոդը մոտ ծեշկայա նկատեց էինք, որոշել է մորը դոմպել, դե մերներ երևի չի համազայնվել, հայ օջախի աղջիկ դեմի տղա դոմպի, ինչի երև
Բռնաբարության փորձ ա եղել, մի խոսքով մերը գրում ա որ տեղես ուզես հելայից բռնաբարել, տեղեն գրում ա թե մերեսից դանակը հարել է։ Հետո դե քանի որ այն ժամանակ կաշառակերություն կար, երևի տոտալիտար Սերժ Սարգսյանի ժամանակներն էին, բանն այդ գործը ջրվեց եւ որոշեցին sense որ իբր այդ եզրափակիչ մասը այդ գործի ես ունեմ։ Վաղ կաշառակիր էին բոլորը, փողը տվե վերցրել եմ։ Հա, ուրեմն իբր երեխեն քնած ա եղել Դանիելչիկը, պարկած ա եղել։ Մենի դանակը ձեռն ա եղել։ Շոր խոհանուզում գործ ա արել, մոտեցել ա որ երեխի վրա բան փռի, ինչ-որ վերմակ, պատահական դանակը ընկել ա մտել ա երեխի ոտքը։ Այդ պիղծ ընտանիքի անձնավորությունը այսօր երկրի սահմանադրության կուրատորն է, գրում ասես բաներ, և նա սա առաջին անգամը չէ, նա շատ վաղուց ցես բաներ գրել, դեռ 3-4 տարի առաջ, երբ գրում էր, որ Սերն ու Ռոբերտը պետք է առանց դատավճիռ նստեն։ Ինչի՞, դե ասում ա, եթե չեք կարող ասել, պետք է նստեն։ Պետք է նստեն ու վсё։ Հիմա լավն այն է, որ ուշ թե շուտ Հայաստանում իշխանությունը կփոխվի եւ ես ձեռնամուխ պետք է լինեմ, շատերը ձեռնամուխ լինեն, որ ինքը նստի, բայց իրան նստելու համար Հեչ պետք չի վիճելի դատաքննություն, ինքը բավական ազնիվ իր սռոկերը աշխատել է, օրինակ, ինքը ուներ մոնիտորինգի ինչ-որ խումբ, օֆիսներ էր դրել Ղարաբաղում, դեռ մինչև պատերազմը մոնիտորինգ էր անում, ընտրություններ, դեմոկրատիա, բան, տեղի գրանտակիրների հետ, և նենց ստացվեց, որ այս Բաբայան Սիամոնը սենց բաներում հարցերում սուտ չի խոսում։ Պատերազմի առաջի 15 րոպեում Ղարաբաղը կորցրել է իր հրետանու կեսը, իր հոպի 40%-ը։ Զարմանալի է, չէ՞։ Այդ 16 թվին այդ բանը չեղավ, 16 թվի պատերազմին այդ քարոզիայի ժամանակ։ Ինչու չեղավ այդ բանը, որովհետև Սերժ Սարգսյանը Իվանեսյան Դանիելին չէր ուղարկել մոնիտորինգի Ղարաբաղ։ Ավելին, սրա քուրը բռնվեց պատերազմի օրերին։ Լրագրող Նայիրի Հոխիկյանն չափազանց պրիլիչնի տղա, չափազանց պարկեշտ անձնավորություն։ Պատերազմի օրերին սրա քրոջն է հանդիպում։ Բա ով է Աղջիկյան, բա տուրիստ կա, եմ ժուրնալիստ կա, եմ այսեմ եմ եկել եմ ու Նայիրին որ տանում է իրենց այդ, ոնց ասեմ, այդ կեցավայրը, նկատում է, որ սրա քուրը նկարում է հեռախոսով ինչ-որ բաներ։ Կասկած առաջանում սրանք տանում հանձնում են Ղարաբաղի KGB։ Ես ընդեղ լաչարանում ա, թե դուք ով եք ինձ բռնեք, դուք իմանաք ես ով եմ, ում քուրն եմ, բան ով եք, ես եկել եք։ Սրա հեռախոսի մեջ հայտնաբերում են հետաքրքիր օբյեկտների նկարներ։ Օրինակ, նկարում է ինչ-որ մի պատ, մի օբյեկտի պատ, որ պատի լայնություն ներև է։ Այսինքն, որ թուրքերն իմանան ինչ տրամաչափով խփեն այդ պատին։ Հաստաբար, էլեկտրակայաններ։ Տես նկարներ անում ես հեսա, սրա քուրը այդ բանում, իր հեռախոսի մեջ։ Հանձնում է Ղարաբաղի KGB, սա լաջարություն է անում և առավոտ բաց են թողնում, ներեղություն են խնդրում։ Դե Ղարաբաղի KGB-ի պետը Վախտկամո ազգանունը Թուրքամո են դրան ասում, Հայաստանի KGB-ի պետը են համբալներ, Համբարձումյան Միքայել։ Մի հատ կատարյալագույն համբալ էլի, որ դրա կյանքի գլուխ գործոցը, կյանքի ամենամեծ սարքած գործը, դա Մանվելի Տուշոնկին էր։ Այդ համբալին ասում են, այս համբալը, ինչու է, քրեական գործ հարուսես։ Փաշինյան Նիկոլի դատախազների դեմը խաղ չկա, չէ, ինչ են, գործը ոնց են կարճ, հանցակաց չկա, որովհետև ինքը չի իմացել, որ տենց բաներ կարելի է նկարել պատերազմի ժամանակ։ Այսինքն չի իմացել այդ աղջիկը, որ չի կարելի պատերազմի ժամանակ տենց բաներ նկարել։ Այսինքն իշխանությունը որ փոխվեց, Իվանեսյան Դանիելը իր բոզիկ քրոջի հետ կգնա շատ երկար կնստի բացարձակ մաքուր դատաքննությամբ, բացարձակ մաքուր դատավարության արդյունքներով։
Բայց այն մյուս գրանտակիրները, Սաքունց, հայրադոմ Սաքունցը, որը հորներ տնից դուրս տավել է, հերն է մեզ բողոք էր գրում, թե ինձ օգնեք տղիցս պաշտպանեք։ Այն Բարսեղյան Լևոնը, դրանք կնստեն։ Շատ շատերը, շատ Սաֆարյան Ստոպիկ, Մոպիկները, դրանք կնստեն շատ վիճելի դատականության արդյունքում, շատ վիճելի։ Որովհետև մենք էլ ենք մարդ, մենք էլ ներում ենք։ Յուանեսյան Դանիելը կգնա Պազասլուգան, առանց որևէ խախտման, բայց այն մյուս վիժվածները իրոք պետք է նստեն, որովհետև իրանք այս երկրին այն վնասը բերեցին, որ 150 թայլատելնի չեն բերի։ Ոչ մի թայլատ չփորձեց հայ ինքնությունը պեղծել, ինչ որ սրանք են անում, ոչ մի թայլատ ինչևէ։ Այժմ դառնանք ֆաշիզմին, Փաշինյան Նիկոլին։ Մուսոլինին ասում է, որ ես չգիտեմ Փաշինյան Նիկոլը տեղակ է, թե չէ, որ ինքը շատ նման է Մուսոլինիին։ Մուսոլինիի կատարյալ անտաղան տեսակն է ուղղակի։ Մուսոլինին սրա հետ համատած եզերական հանճար էր։ Մուսոլինին ասում էր, որ մենք ֆաշիստներս, մենք հարկ եղած դեպքում կլինենք եւ կոմունիստ, եւ սոցիալ-դեմոկրատ, եւ արդար, եւ անարդար, եւ այլն, ինչ թելադրեց տվյալ պահը։ Իսկ ֆաշիզմը Մուսոլինին որ վերացնես, դա չափ ծայրահեղ դաժանությունն է, ֆաշիներ են եղել հին Հռոմում, երբ թագավորներին Ռադենար է քաղաքից, քաղաքում բարդակ է եղել բեսպրեզել, լիկտորներ են եղել, որոնք բռնել են խուլիգաններին, սամասուդ են արել, այդ ֆաշիներով, այդ ճպուտներով ծեծել են։ Մինչև մեռնելը։ Այդ բանը վերականգնվեց։ Ոչ թե վերականգնվեց, այլ ֆաշի բառից ֆաշիզմ եզրույթը առաջացավ։ Հիմա մեր աչքի առաջ արդեն 8 տարի, դեպēc զայս նկատել եմ 8 տարի առաջ, որ սա ֆաշիստական երկիր է դառնալու, այսօր մենք կարող ենք արդեն լուրջ հաջողություններ արձանագրենք։ Օրինակ, Ժոր վարչապետն ասում է, կզեսնեմ, հատեմ, երեկի ասում է, թե ես վաղուց էի ազնարել բոլորին ասվալտին փռել պատեպատալ, թե միջև են անում, այդ չեմ հասկանում, էլի։ Ախր հասկանում եք, սրա ամեն մի խոսքը, ամեն մի հրապարակային խոսքը, դա լուրջ քրեական հետազոտության նյութ է, որովհետև չի կարող ինքը 5 րոպե խոսել եւ 5 հատ քրեորեն պատժելի բան չասել, ֆաշիստ է ինքը։ Ծառուկյանի կալանքը։ Ես որ Ծառուկյանի երեսը տեսնել չէի ուզում, մինչև մի քանի օր առաջ, որ դուրսը տեսնեի չէի բարևի հաստատ, թեպետ անձական մոտիկություն եղել է, իմ շանը ինքնանից նվիրել։ Ես դարձել եմ Ծառուկյանը պաշտ։ Լավ, իմաստը որն է այդ մարդուն կալանավորում ես, լավ, պատեպատ տալու իմաստը, գետին փռելու իմաստը որն է, 70 տարեկան է, այս այն է։ Ախր իրանք իրավունք չունեին անգամ ձեռնաշղթա նրան հագցնեին, այդ մարոշնիկ կոչվածը, հա։ Իրավունք չունեին դրա, մարդը կամավոր քո հետևից գալիս է։ Այս ամեն ինչը քրեորեն պատժելի արարքներ են։ Երկրորդը, Ծառուկյանին մեղադրում եք փող լվալ, դե հարկ թաքցնել։ Այդ տարեք լվացած փողերը չորացել եք, հարկերն վերադարձել եք, կենդանիները դուք պրիշո։ Այդ առյուծից, որին տարի ես բարբարոսները սպանել են, աշխարհում 300 հատ կա պարզվում է, Զորաբյանն առան ասում։ Լավ, կենդանին էլ է գողացած կամ ինչի համար է դուք կենդանում տանջում, դուք ֆաշիստ եք ասում, ֆաշիստ են էլի, ինչի է գողացել է Ծառուկյանը կենդանին։ Որ տարակ գազանանոց ու ճամփին սպանեցիք, այդ կենդանին չէ գողացած դարձած։ Արա կենդանիներն ապրում էին իրանց համար։ Խնամքը կար, ամեն ինչը կար, չէին փախնում, իրենց խելոք էին պահում։ Պարզեք, հետա կնեք, ինչի եք տանջում։ Եվ տիրոջը, եւ նրա կենդանիներին։ Սա հենց ֆաշիզմ է, որ կա։ Ստալինի խոսքին անդրադառնանք։ Բա ինչքան հանճար եղել Ստալինը, որ 30-ականներին, 20-ականներին ով գիտեր ես ուրա գնում աշխարհը։ Մարդը զգացել էր, որ սոցիալ-դեմոկրատիա, այսինքն այսօրվա լիբերալիզմը, այսինքն այսօրվա Յուանեսյան Դանիելները,
Դրանք ֆաշիստ են, բայց թաքնված։ Որքան նման է սրա ասած է Հովհաննիսյան Դանի նոր ընթերցեցի Մուսոլինիի խոստովանումներին։ Ախր մենք հանճարեղ մարդկանց անուններ ենք տալիս, ակամայից կարող է տպավորություն ստեղծի, որ մենք համեմատում ենք Մուսոլինիին, Հիտլերին սրանց հետ։ Թե Մուսոլինին, թե Հիտլերը սրանց հետ համեմատած, վառ անհատականություններ են եղել, գրանտակերներ չեն եղել, գործակալ չեն եղել, եւ հանճարեղ մարդիկ են եղել երկուսն էլ։ Այս ամերիկյան թափտպուկները կարելի է համեմատել։ Սրանց կարելի է համեմատել սրանց դաժանության համար։ Դաժանությամբ սրանք կհամեմատվեն Հիտլերի հետ։ Բայց Հիտլերը գոնե խելք ուներ։ Օրինակ Հիտլերը իր ոչ մի պետական կառույցի մարդակերություն չէր հանձնարարում։ Գերմանիայում կար ներքին գործերի նախարարություն։ Բացարձակ ինտելիգենտ հիմնար։ Մարդկանց ոչ թե մատով չէին կպնում, մարդկանց հետ խոսում էին, թոշ չէր նստում մարդկանց վրա, բայց կար նաև գեստապո, որը պետական կառույց չէր։ Իսկ գեստապոն դա ինչ էր, դա մսի կոմբինատ էր, մարդկանցից կալբաս էին սարքում, սասիսկի եւ այլն եւ այլն։ Հիտլերը երբեք պետական կառույցներին մարդակերություն, հանցագործություն չէր վստահում, չէր հանձնարարում։ Դրա համար ինքը ուներ իր SS-ը, դա իր անձնական կուսակցական կառույց էր SS-ը։ SS-ը ո՞վ ստեղծեց, դա նրա անձնական թիկնազորն էր։ Հետո դարձավ կուսակցական անվտանգության ծառայություն։ Եվ հետո SS-ին արդեն կցվեցին գեստապոն, այդ ֆիլմում պետք է հիշեք, Շելենբերգի հետախուզությունը եւ այլն եւ լավ ավելի մանրամասնված են։ SS-ներ կոչվում էր ֆյուրերի անվտանգության ծառայություն։ SS-ի մեջ կար SD, մատրոշկի պես, հա, Ռեյխսֆյուրերի անվտանգության ծառայություն։ Այդ Ռեյխսֆյուրերի անվտանգության ծառայության մեջ կար կայսրական անվտանգության ծառայություն, որը ղեկավարում էր Կալտենբրուները, պետք է բոլորը հիշեք Շտիռլիցի ֆիլմից։ Կալտենբրուների ձեռի տակ աշխատում էր Գեստապո Մյուլլերի եւ Շելենբերգի հետախուզությունը, որտեղ աշխատում էր Շտիռլիցը, հա։ Եվ sense այդ բոլոր հանցանքները նացիստական Գերմանիայի գործել է SS-ը։ Այդ համակենտրոնացման ճամբարները, իրենց գազախցիկներով, իրենց բաներով, արտասահմանյան լեգիոնները, նաև այս մեր ազգի հերոս դրոյի լեգիոնը, դրանք բոլորը SS-ի ենթակայության տակ են եղել։ Այն ախմախները հիմա, ես սա ինչի համար եմ ասում։ Սա իր հանցանքները, Փաշինյան Նիկոլը, կենթանասպանությունը, մարդասպանությունը, Գրիգորյան Արմենին հիշեք, Մանվերին հիշեք, որին բանով էր, թթվասի բալոնով էին տանում դատարանները։ Սա հանձնարարում է պետական կառույցներին։ Այս էշերնի կատարում են։ Տեսեք Նյուրնբերգում ինչ եղավ։ Նյուրնբերգում SS-ը հռչակվեց, ճանաչվեց հանձնավոր կառույց, բայց ոչ Վերմախտը, պետական բանակը։ Պետական բանակը Վերմախտը, հանցագործ կազմակերպությունը չճանաչվեց։ Վերմախտի գեներալը Գուդերյանը, որի տանկերը Բերենից հասան Լամանշից Ստալինգրադ, Ստալինգրադից հետ, այդքան ավել պատճառելով մարդկանց։ Նյուրնբերգում ինքը վկայի կարգավիճակ ուներ։ Վկայի կարգավիճակ մի գեներալը, պետական գեներալ, ինչ այդ է, պատերազմ ա եղել, կռվել է մարդը։ Իսկ Նյուրնբերգը հանձնարարեց SS-ը ծայրի ծայր դատապարտել եւ բոլորը պետք է քրեորեն պատժվեին, բացի նրանցից, ովքեր հայտնվել են SS-ում, անկախ իրենց կամքից։ Ասենք գերիները։ Հիմա սա իր ֆաշիստական ծրագրերը, ֆաշիստական գործողությունները իրականացնել է տալիս պետական մարմիններին։ Եվ սա արդեն շատ լուրջ բան է։ Գրիգորյան Արմենի սպանությունը դատանում։ Մավել Գրիգորյանի սպանությունը տեսանք ինչ եղավ։ Զարուկյանի դեպքը թարմա բոլորս տեսել հիշում ենք։ Բոլորս պետք է հիշենք Նարեկի
Սամսոնյան Նարեկի ձերբակալումը։ Մինչև մի այդ տեղայի գլխի ձայնը, որ ասֆալտին տվեցին, ակաժներից մեջ է։ Ու ես զարմանում եմ այդ տեղի գլուխը բետոն է, որ չճակից, գոնե չճակից։ Մարդուն գնում եք ձերբակալելու արա, մարդը չի փախնում, լավ խի եք վերցնում ու ասֆալտին խփում։ Այդքան ֆիլմ եք տեսել, գեստապոն անգամ տես բաներ չէր անում։ Գեստապոն մարդուն շատ ինտելիգենտ ձևով բռնում, տանում էր, հետո թե կալբաս կսարկեր այդ մարդուց թե դա արդեն հարցի դա չի։ Լավ, էս ինչ ստոր վերաբերում, էս ինչ դաժան վերաբերում եմ մարդկանց անել։ Ես էլ եմ այդ օրն ընկել, չէ՞ մի անգամ պատերազմի ժամանակ օրը մեկ գալիս, օրը 5 հատ բան էին գրում, իսկ դու գաք միլիոն դրամ։ KGB-ն դուրս էր գալիս խուզարկությունից, խուզարկությունը պրսում էր, ոստիկանությունն էր գալիս խուզարկության, տարբեր դատավորն հետո, իսկ մի օր կանչեցին ոստիկանություն, ասել ախորպես յան տվեք ինձ, չեմ գա ձեր մոտ։ Արդեն ձանձրացել եմ, ձեր հետա օբիսներից, բաներից, հետախուզումներից, ձանձրացել եմ, բա չէ, պարոն Խաչատրյան անպայման, մենք ձեզ տեղն չգիտեի դրանց, մենք ձեզ կդիմավորենք բան, Կոմիտասի սիտիի մոտ կտանենք։ Գնացի շատ պարզով հարգանքով դիմավորեցին Կոմիտասի սիտիի մոտ, նստեցրեցին մեքենա, գնացինք հասանք իրանց բաժին, ես դուրս եկա, 4 հոգով հարցանվերից ինձ խփեցին ասֆալտին։ Լավ, սա ինչ է։ Հետո հանեցին տարան վեր։ Այս տոր չկայացած գեստապոյականներ, արա ես եկել եմ, դուրը իշնում եմ, ես նախ դուք ինչ չեք է բռնել, որ ես պա, իմ ասկը որն է ինձ ասֆալտին խփելու։ Ապագա իշխանություններին, են որ ես իշխանությանը շատ քիչ եմ մնացել, բայց այդ ցավոք հայ ժողովուրդը այս իշխանության հարցը չի լուծի, ուրիշները կլուծեն։ Կարևոր չէ, կարևորը սրանք ռադերը քաշեն գնան, ապագա իշխանությունները սրանց ֆաշիզմին լուրջ գնահատական պետք է տան։ Պետք է պատժվեն բոլոր SS-ի գեստապոյի ֆունկցիա կատարողները, որոնք լինելով պետական պաշտոնյա, պետական սպա կատարել են ՀԿ-ի, իսկ SS-ը իր բանով ՀԿ էր, կուսակցության կառույց էր, ՀԿ-ի խուլիգանություններ։ Այնինչ այսօր անում են ուկրաինական նազբատերը, դրանք էլ են SS, չէ, դրանք էլ պետական կառույցներ չէ, են Ազով, Վայդար, բան։ Ախր այս անասունները գոնե ֆայմ էին, այդպես մի հատ ուկրաինական նազբատերի պես հասարակական կազմակերպություններ ստեղծեին, ու դրանց ձեռով էս ամեն ինչն անեն, չէ, սրանք հետ կան չէ ֆայմը։ Սրանք պետությունն են ֆաշիստացնում։ Չեմ մտածում, որ այդ պետության վերջի շատ վատ կլինի, եւ ամենավատ իրանցը կլինի։ Ինչևէ, ֆաշիզմը գլուխ է բարձրացնում Հայաստանում, եթե մեկը կասի, չէ, Նիկոլը դեմոկրատ է, արդար է, բան այնը, թողի մեծ գա դիսկուսիա վարենք, ցանկացած եթերում, ցանկացած հարթակում, ցանկացած հանրագիտարանները բացենք, պատմական աղբյուրները, նստենք, տեսնենք, թե իրականում ով է այս Փաշինյան Նիկոլ կոչվածը։ Ովքեր են Սորոս Ջորջի եւ USAID-ի դասիրակացները, Բարսերան Լևոնից սկսած։ Եվ ողբերգությունն այն է, որ մեր նախկին իշխանությունները սրանց լուրջ չէին ընդունում, նրանց թվում էր, թե Սորոս Ջորջի մուրազը Բարսերան Լևոնի սեռականն է, միլիոնատեր է դարձնում Բարսերան Լևոնին, որ իր սեռականը լավ լինի, գնա հասին դոմպի գա Գերմանիա ես կոմենկոմ, չէ, Սորոս Ջորջը Բարսերան Լևոնին միլիոնատեր դարձել, որ այսօր իշխանությունը խլի ձեզնի, հայ ժողովրդի հերնանիցի, հայ եկեղեցին ավերի, ֆաշիստական մեթոդներով հայ հրապարակային գործիչների հերնանիցի,
Երեք կալանավորել են Արեգնաս Մանուկյան կարծեմ, նախկին պատգամավոր Քոչարյանի ֆրակցիայից։ Դակազատ են արել, որ այդ պետական գաղտնիքը ինքն է փոխանցել Թևանյան Անդոյին։ Թե այդ ինչ պետություն է Հայաստանը, որ գաղտնիք ունենա, այդ էլ արդեն հարց է։ Բոլոր գաղտնիքները, բոլոր թշնամիները իրանք կամավոր տալիս են, անգամ պատերազմի ժամանակ կամավոր է տալիս, Իվանեսյան Դանիելի հետ մեր հոպի և հրետանու կորուստը 15 րոպեում, դա Իվանեսյան Դանիելի աշխատանքն է, չէ։ Բա 6 ամիս քաշ էր գալիս Ղարաբաղում, դրա օֆիսները ինչով էին զբաղված, մայատիկներով, տարբեր հազարավոր բանկա, չէ։ Այսինքն այս պետությունը գաղտնիքը իրակակամավոր ինքը տալիս է իր թշնամուն, որին արդեն իշխանությունը գոնե թշնամի չի համարում, որովհետև նույն կենտրոնին են ծառայում, թե Ալիևը, թե սրանք։ Իսկ իրաց միակ թշնամին ռուսներն են և Ռուսաստանը։ Դրա համար վիժվածքը գրում է ով կամավոր կամ գիտակցաբար կամ անգիտակցաբար դառնում է ռուսական գործիք, թող իմանան, որ մենք իր հերը կանիցենք։ Չի ասում կամավոր դառնում ես ամերիկյան գործիք, ֆրանսիական գործիքին ինքը դեմ չի։ Ռուսականին շատ դեմ է։ Ինչևէ, սպասենք, տեսենք ինչպես կզարգանան իրադարձությունները, հետևենք իրադարձությունների զարգացմանը, ուզանք, որ այս մղձավանջը հայ ժողովրդի վաստակած պատիժներ և գոնե շուտ վերջանա, որովհետև արդեն անտանելի է դառնում այս ամեն ինչը և սովորույթի համաձայն կխնդրեի ձեզ բաժանորդագրվել իմ տելեգրամյան և յութուբյան ալիքներին այս Փաշինյան Նիկոլի ֆաշիստական կերպարի, նրա ռեժիմի այս իշխանության էությանը, ֆաշիստական էությանը մենք դեռ շատ կանադառնանք։ Լավ մնացեք, կհանդիպենք շուտով։